Մակրոտնտեսական իրավիճակը մեր երկրում կայուն է երամսյակային տվյալով, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով, նույն պատկերն էր հունվար-փետրվարին։ Ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում 13.6%, հաջորդում է ծառայությունների ոլորտը 11.5%, գյուղատնտեսությունն աճել է 10.5%, առևտուրն ավելացել է 6%, էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.8%-ով։ Անկում է գրանցվել արդյունաբերության ոլորտում 19.5%, արտաքին առևտրաշրջանառությունը ևս նվազել է 54.2%-ով, արտահանումը նվազել է 61.8%, իսկ ներմուծումը 47.9%-ով։ Սպառողական գնաճը կազմել է 2.5%, իսկ արդյունաբերական արտադրանքին է 2.1%։ Ընդհանուր առմամբ, 25-ի առաջ եռամսյակի ցուցանիշները նախորդի համեմատությամբ, առաջի եռամսյակի համեմատությամբ եղել է 4.1%։ Սա կարելի ասել կայուն եւ միջինից բարձր աճ է։ Սա նույնպես կարևոր հանգամանք է, որովհետեւ այդ ցուցանիշը կարող է ունենալ ավելի համեստ մեծություն։ Համաշխարհային տնտեսությունը կաճի ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր հունվարին, Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է ճգնաժամային շրջան քաղաքական փոփոխությունների ֆոնին նոր զեկույցը, ըստ որի նախորդ 3.3-ի փոխարեն 2025-ին սպասվում է 2.8% տնտեսական աճ։ Իսկ պատճառն արդեն մի քանի ամիս քննարկվող Միացյալ Նահանգների առևտրային պատերազմն ու մաքսատուրքերն են, ընդ որում մեծ նվազում է սպասվում նաև Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճում, նախորդ 2.7-ի փոխարեն այս պահին կանխատեսվում է 1.8% աճ։ Եվրագոտու երկրներում 1-ից 0.8 են նվազեցրել, Չինաստանում 4.6-ի փոխարեն 4%։ Մասնագետների խոսքով այնպես չէ, թե համաշխարհային տնտեսությունում լավ իրավիճակ էր, բայց այս որոշումը էլ ավելի սրեց այն։ Իրավիճակ կարող է փոխվել կախված նրանից, թե այս 90-օրյա սառեցումից հետո մաքսատուրքերի ինչ մակարդակ սահմանվի։ Էապես կարող է փոխվել հաշվի առնելով, թե հումքային համաշխարհային շուկաներում ինչպիսի իրողություններ կգերակշռեն եւ Չինաստանի հետագա գործողությունները կամ արձագանք ինչպիսին կլինի։ Ըստ էության, այո, գլոբալ կուրսը գնում է համաշխարհային զարգացման եւ ուրեմն գլոբալ ապրանքային, ֆինանսական ծառայությունների, հոսքերի ընդհանուր տրամաբանությունը փոխելուն եւ դա կարող է ինչ-որ մի պահի հանգեցնել արդեն անկառավարելի գործընթացին։ Հայաստանը ևս այս վերանայումներից զերծ չի մնացել։ Մեր երկրում հունվարյան կանխատեսման 4.9-ի փոխարեն այս տարի սպասում են 4.5% ՀՆԱ-ի աճ եւ 3.2% գնաճ։ Հայաստանում կարելի է գոմաղբից բիոգազ ստանալ, պնդում են երկրի պոտենցիալն այդ առումով ուսումնասիրած փորձագետները։ Հոկտեմբերից սկսած ծրագիրը հասել է հաշվարկ հաշվետվությունների փուլին։ Գնահատականներն այսպիսին են՝ երկրում բուծվող մոտ 492,000 խոշոր եղջերավոր, 187,000-ի հասնող խոզերն ու մոտ 4.5 միլիոն թև թռչունը միասին տարեկան առաջացնում են առնվազն 6-8 միլիոն տոննա գոմաղբ, որին կարելի է գումարել ջերմոցների 39,000, սննդի արտադրությունում գոյացող 260,000 տոննա թափոնը, հացահատիկի արտերի մնացորդը 260,000 տոննա ծղոտը եւ արդյունքում ստանալ կենսագազ, հիմնականում մեթան, որը կարող է օգտագործվել ինչպես կենցաղում, այնպես էլ տրանսպորտի լիցքավորման համար։ Վառելիքի այդ քանակը համարժեք է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 174 մեգավատ դրվածքային հզորության։ Մեր նախնական հաշվարկով Հայաստան ներկրվող գազի 10%-ը հնարավոր է փոխարինել բիոգազով։ Այն ոչ միայն կանաչ էներգիա է, վառելիքային ռեսուրս, այլև կենսագազի տեխնոլոգիայով հնարավոր է ստանալ նաև ազոտական ու ֆոսֆորական օրգանիկ պարարտանյութ։ Անհայտ միջատները գրոհել են Երասխահունի դաշտերն ու այգիները, ոչնչացնում են բույսը ցողունից մինչև տերև։ Այսից հողը չեն կարում հանել, թողում են դաշտում էր դրոջի խաթ։ Սա իմ հողն է։ 6000 մետր մշակություն են կարել, չեն կարում ընդենք հանել։ Երկու վարկյան կայնում է սաղը լսում է ջանիդ վրա։ Բզեզը նման կարմրավուն միջատների այս տեսակը երասխահունցիներն առաջին անգամ են տեսնում։ Ամիսներ առաջ հողի երեսին նաև խոտերի մեջ ինչ-որ սև ու կպչուն զանգված են նկատել, ավելի ուշ են հասկացել, որ միջատների թրթուրներն են։ Մարզպետարանը տեղյակ է խնդրի, նախազանգեր եղել են նաև Արաքս ու Փարաքար խոշորացված համայնքներից։ Գյուղ ոլորտի պատասխանատուն միջատի տեսակը պարզելու, դրա վտանգավորության չափը հասկանալու համար նմուշներն ուղարկել է Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն։ Ներկա պահին այդ նմուշները երեկվա դրությամբ արդեն նմուշները տեղափոխված են նախարարության եւ իրականացում է լաբորատոր փորձաքննություն, որպեսզի պարզեն միջատի տեսակը, դրա հնարավոր ինչպիսի վնասներ կարող է հասնել եւ բնականաբար որոշել դրանց դեմ պայքարի միջոցառումները։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով կազմելով բարելի դիմաց $66.52։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.1%-ով կազմելով բարելի դիմաց $62.83։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.6%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3361։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 1.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $94995։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 390 դրամ 33 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 443 դրամ 14 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 72 լումա։